հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հավատում եք։ Այս պահին ոչ։ Կոնկրետ ես ինքս դեռ պատրաստ չեմ, կոնկրետ ես ինքս։ Ոչ, որտե դրանք ադրբեջանցի են։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև այդեն մարդիկ չեն։ Չէ։ Եթե հեզորանա երկիրը պետությունը, եթե մի քիչ գլխներս բարձր լինենք, այդ ավտոմատիզով դրանք արդեն, այսպես ասած, մեր դեմ կչոքեն։ Չեմ հավատում, որովհետև վերևում նստածները բոլորը ծախված իր անձեր են։ Вообще мы не хорошие дипломаты, а азербайджанцы хорошие дипломаты. Мне кажется, что они еще раз нас подставят в любой ситуации. То есть у нас хороших, я не знаю, дипломатов, видно, нет, или их есть, но не власти они, может быть, я не знаю. Поэтому не очень-то верю. Ոչ այդ Փաշինյանին եմ հավատում, ոչ Ալիևին։ Քեք բերե պահում, դրան որպես ինչ Տարիների փորձը հետա ցույց տվել։ Իհարկե կուզենամ։ Ինչքան պիտի sense թշնամական ապրենք։ Ոչ մի բանը չեմ հավատում։ Աշխարհը խառնվել է։ Հանանա ոչինչ չի լինում։ Պետք է փորձել երկուստեք այդ առաջացած այդ ատելությունները հետս հետ է քայքայել։ Հարաբերությունները ստացած իրականություններն են, որ այդ հարևան են, չենք որ Անտարկտիդայել գնանք, չենք բրցնի։ Իսկ հարևանի հետ պիտի փորձել հարաբերությունները կարգավորել։ Դարեր շարունակ մենք եղել ենք թշնամիներ։ Ես հիմա չեմ հավատում, որ կարող է ինչ-որ մի բան լավ լինի։ Եթե գիտակցությունը հասնի այնպեսին է, որ պետք է մտածեն վաղվա համար, պետք է որ լինի այդպիսի բան։ Ինչ ես ուրիշ չեմ տեսնում։ Որտեղ թշնամանք արդեն մտած է։ Վերցրեք եվրեների եւ նեմեսների տարբերակը։ Ապրում են, չէ՞։ Դրանք մերոնք էլ կարող են ապրեն, եթե նրանք ու մերոնք կարողանան ընդհանուրի գան։ Ադրբեջանական իշխանությունների այդ դեսպոտիկ իշխանության հետևանքն է։ Եվ համոզված եմ, որ իրենց ժողովուրդն ավելի շատ է տանջում իրենց ձեռը։ Իհարկե չեմ հավատում։ Քանի տարի պետք է նույն պատմությունը կրկնվի, որ մենք հասկանանք, որ թուրքը շատ հետևողականորեն գնում է իր կարգախոսի հետևից, իսկ իր կարգախոսը հետևյալն է, որ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի։ Իրանք միշտ էլ ասել են, որ պետք է աշխարհում լինի մեկ հայ, այն էլ թանգարանում։ Ու իրանք շատ հետևողականորեն իրանց դիվանագիտությունը սերնդեսերունդ շարունակում են ու գնում են իրանց նպատակի հետևից։ Այդ մեղավորը մենք ենք, որ այդքան խորագիտություն չունենք, որ այդ ամեն ինչը հասկանանք, բայց ինչ հարաբերությունների մասին կարա լինի խոսքը։ Ընդամենը եթե նույնիսկ ցեղասպանությունն ենք մոռացել, ընդամենը 4 տարի առաջ նորից մեր 20 թվի 44 օրյային այդ ամեն ինչը կրկնվեց։ Էլ քանի անգամ պետք է լինի նույն բանը կրկնվի, որ մենք վերջապես հասկանանք։